Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարից ես ստացել եմ մի գերություն, որտեղ ասում է, որ սահմանադրական դատարանի դատավորների մասին այդ տեղեկությունները արկային սահմանադրական դատարանի կայքում։ Ես նայել եմ սահմանադրական դատարանի կայքը, դուք այդ տեղեկությունները միայն դատավորների մասին։ Բայց ասեք, որ դատավոր Սեդա Սաֆարյանի ամուսինը նրա վարորդ, այդ մասը սահմանադրական դատարանի կայքում ոչ տեղեկություն չկա, այդ մասին ես լսել եմ մամուլից։ Բայց ասեք, միայն Սեդա Սաֆարյանի ամուսնու մասով, ընտանիքի մյուս անդամները։ Այսինքն ստացվում է, որ իր նկատմամբ կիրառվում է մի խափանամիջոց խոսքի սահմանափակման, որը չունի որոշակիություն, ոչ սուբյեկտների իմաստով, եւ ոչ էլ այն խոսքի իմաստով, որը կարող է վերաբերելի լինել այս ամեն ինչին։ Այսինքն ես պիտի ցուցաբերեմ չափազանց զգոնություն, զգուշություն հանրային խոսքում, որ իմ ամենօրյա զբաղմունքն է պայմանավորված իմ կարգավիճակով։ Հետևաբար այս ամենի համակցությամբ, իսկ մենք մի գործ ունենք մի սահմանափակումների հետ, որոնք չունեն հիմնավորում, չունեն որևէ տրամաբանություն, խախտում են մարդու սահմանադրական միաժամանակ 3 հիմնարար իրավունքներ, որոնք ամրագրված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, այլ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, եւ այս սահմանափակումների կիրառումը որևէ առնչություն չի կարող ունենալ ինձ մերսագրվող արարքի հետ, որից ես առնչություն չունեմ։ Այսինքն, եթե սա նախ ասեցի, որ 490 հոդվածը սահմանադրական դատարանի հետ կապ չունի, առհասարակ կապ չունի։ Մենք էլ դատավարության հաջորդ կունելու պատասխան դատարան խոսենք իհարկե, թե ինչ բանա տեղեկություն, ինչ բանա կարծիք, ես ինչ եմ ասել, իմ ասացի բովանդակություն իրանից ինչ է ներկայացնում, հանրային մեղադրողի մոտ ինչ ընկալումներ են առաջացել, դա ինչի է վերիրավական հետևիկ, դրան փուլերին մենք կանդրադառնանք, բայց այս փուլում պատասխան դատարանը ես ձեր ուշադրություն հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ կիրառված 2 խափանման միջոցներն են, մեկի 3 դրսևորումներով հանիրավի են, անտրամաբանական, խախտում են իմ սահմանադրական հիմնարար իրավունքները, եւ ես բոլոր հանգամանքներից, երբ որևէ խափանման միջոցից չունի, շարունակել եմ դրսևորել, ինչպես միշտ, ինչպես մինչև այս պահը, պատշաճ դատավարական վարքագիծ, հետևաբար այս սահմանափակումները պարզապես խոչընդոտ են իմ հասարակական գործունեության ազատ տեղաշարժի համար, ուստի խնդրենք ձեզ դրեք գերազանցություն, դրանք բոլորը չեղարկել ամբողջությամբ երաշխավորել իմ սահմանադրական ազատություններն ու իրավունքները, դրա դիմաց ստանալով պատշաճ դատավարական վարքագիծ։ Շնորհակալ եմ։